Միասին կարող ենք կյանքը քո զորացնել Միասին կարող ենք կամքը քո ամրացնել Որ լեցվի լույսով լի մեր տունը Տարածվի արդար մեր անունը Հայաստան դաշինք, միասին կարող ենք Ընտրիր 17-ը, ընտրիր Հայաստանը Բարև ձեզ հարգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է թիմին, թե հունիսի 8-ից կավարտվի ռուսական կոշտ վերաբերմունքն իրենց իշխանության նկատմամբ եւ թե դա իբր պայմանավորված է Հայաստանի ընդդիմության աջակցությամբ։ Բանն այն է, որ ԿՊ-ում ոմանք քաջ գիտակցում են, որ եթե ռուսական սահմանափակումները երկար շարունակվեն, Հայաստանի տնտեսությունը պայթելու է դրանից բխող լուրջ հետևանքներով։ Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է հանգստացնել նրանց, ուղղակի քանի որ ԿՊ-ում մեկ մարդու իշխանություն է եւ դիկտատուրա, ոչ ոք չի համարձակվում Փաշինյանին խորհուրդ տալ, միջոցներ ձեռնարկել, փորձել շտկել իրավիճակը։ Փաշինյանի հանգստացնող թերապիան, սակայն ոչ բոլորն են արժանահավատ համարում։ Կարծում են, որ սա նրա հերթական ավանտյուրան է եւ պարտությունը հաղթանակ ներկայացնելու իր ոճը։ Ես հիշեցնեմ, այս տեխնոլոգիան իրենք գործածեցին նաև 2021 թվականի ընտրություններից առաջ, երբ մայիսի 12-ին կարծեմ Ադրբեջանը ռազմական գործողություններ փոքր լոկալ գործողությամբ հասավ Սև լճի տարածք եւ օկուպացրեց այդ հատվածները, իշխանությունները հայտարարում էին, թե ընտրություններից հետո ադրբեջանցի զինվորները հետ են քաշվելու եւ սա արվում է զուտ ընդդիմությանը աջակցելու համար ընտրություններն անցան, Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց իր վերընտրությունը, ադրբեջանցիները շարունակում են մնալ Սև լճի տարածքում։ Հիմա էլ իրենք փորձում են այդ տպավորությունը ստեղծել, թե իրենք վերընտրության խնդիր չունեն, իրականում ունեն, թե ռուսները այդ սանկցիաները հետ են քաշելու, բայց եթե անգամ հունիսի 8-ին ռուսական կողմը սանկցիաները հետ քաշի կամ մեղմացնի, առնվազն լավ վերաբերմունք չի լինելու, առավելություններ չեն լինելու եւ մինչեւ հունիսի 8-ը լրջագույն կորուստներ է կրելու Հայաստանի գյուղատնտեսությունը։ Եվ ես կարծում եմ նաեւ շարունակելու այդ կորուստները կրել եթե Փաշինյանը վերընտրվի, որովհետև ռուսական կողմի համար այլևս հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ որևէ բան պայմանավորվել ուղղակի հնարավոր չէ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. հունիսի 7-ի ընտրություններին ընթരാճ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ամենաուշագրավ առանձնահատկություններից մեկը գրեթե անընդհատ ուղիղ եթերներն էին։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մայիսի սկզբից հանրային հանդիպումների, շրջայցերի եւ նախընտրական միջոցառումների ժամանակ մշտապես երևում էր կրծքին ամրացված բարձրախոսով, որի ընթացքում սոցիալական հարթակներում ուղիղ հեռարձակում էր իրականացում։ Այդ գործելավոճն անգամ մի քանի անգամ անհարմար իրավիճակի պատճառ դարձավ։ Մասնավորապես քարոզարշավի ընթացքում արձանագրվեց դեպք, երբ արտաքին քաղաքական ոլորտը համակարգող պատասխանատու նախարար Արարատ Միրզյանը վարչապետի ականջին փորձեց ինչ-որ տեղեկություն փոխանցել։ Նրա կարծիքն ամրացված բարձրախոսի պատճառով այդ խոսակցությունը լսելի դարձավ ուղիղ եթերի հետևորդների համար։ Սակայն օրաթերթը նկատել է հետաքրքիր փոփոխություն վերջին 5 օրերին Փաշինյանը հանրային միջոցառումների ժամանակ այլևս չի երևում կրծքին ամրացված ուղիղ եթերի բարձրախոսով։ Օրաթերթի դիտարկմամբ վերջին անգամ կրծքին բարձրախոսը տեսանելի է եղել շուրջ 5 օր առաջ։ Այդ բարձրախոսը նաև իր վրա չամրացնելու այլ պատճառ կա, քաղաքացիները անդադ մոտենում են, իրեն դժգոհում են եւ դա ուղիղ ֆիքսվում է շատ հստակ ձայնով, ուստի փորձել է նաեւ այս տեսանկյունից կանխարգելել Փաշինյան, եթե նկատել եք այդ հոգեկան խանգարումների մեջ հայտնվելուց հետո Փաշինյան նաեւ հազվադեպ է պիկապից իջնում, որովհետեւ իջնելով պիկապից իրական քաղաքացիներին հանդիպելով դժգոհություններ լսելով Փաշինյանը էլի կարող է հոգեխանգարմունքի մեջ ընկնել եւ իրեն կարող են կորուստներ ունենալ։ Հրապարակ թերթը գրում է. մեր տեղեկություններով զինված ուժերում սկսվել է բացահայտ քարոզչություն գործող իշխանության օգտին։ Քարոզչական առաքյալներ են նշանակվել զորամասերի հրամանատարները կամ այդ պարտականությունը կատարող զինվորականները, որոնք մեր աղբյուրի պատմելով հատկապես վերջին օրերին
Զորքի հետ դաստիարակչական լուսավորչական աշխատանքներ են տանում։ Նախ երկարաշունչ ճարեր են ասում զորքի առաջ, թե հունիսի 7-ի ընտրություններին պարտավոր են ընտրել այն ուժին, որին արժանի են համարում, իսկ վերջում հարկ են համարում զորքին պարտադրել իրենց հեղինակավոր կարծիքը, որ դիցուք ինքը հրամանատարը անձամբ ընտրելու է Նիկոլ Փաշինյանին։ Հրապարակ թերթը գրում է. իշխանական շրջանակներից ստացված տեղեկությունների համաձայն հունիսի 7-ի ընտրություններում առանձնակի կարևոր է հետևել ընտրողների այսպես կոչված լրացուցիչ ցուցակներին։ Հայաստանում ընտրողների լրացուցիչ ցուցակներում սովորաբար ընդգրկվում են այն քաղաքացիները, որոնք հիմնական ընտրացուցակում չկան, բայց ընտրության օրը կամ դրանից առաջ ստացել են ընտրելու իրավունք տվյալ տեղամասում։ Օրինակ, ովքեր ընտրություններից առաջ գրանցվել են նոր հասցեում, զինծառայողները, կալանավայրերում գտնվող ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, ընտրության օրվա դրությամբ հաշվառման կամ տվյալների փոփոխության պատճառով հիմնական ցուցակում չընդգրկված անձինք։ Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով խորհրդակցություններ, հայտնում են ՀԱՊԿ կազմակերպություններից։ Մասնակիցները քննարկել են համագործակցության արդիական հարցեր, այդ թվում Կազանում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի վախերն ու կասկածամտությունը տիեզերական չափերի են հասնում։ Նա իրենից բացի կարելի ասել ոչ ոքի չի վստահում, անգամ անձնական մատուցողի է հետը պտտեցնում, այս անգամ խնջույքների մասնակցելիս։ Ըստ ամենայնի Փաշինյանը վախենում է իր շրջապատի բոլոր ներկայացուցիչներից։ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ հունիսի 2-ից սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։ Գերատեսչության հայտարարության համաձայն որոշումը պայմանավորված է բուսասանիտարական վերահսկողության ընթացքում արձանագրված խախտումներով և ներմուծվող արտադրանքի անվտանգության հետ կապված մտահոգություններով։ Ավելի վաղ կազմակերպությունը սահմանափակումներ էր կիրառել նաև Հայաստանից ներկրվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, մասնավորապես մայիսի 30-ից ուժի մեջ էին մտել թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի, ելակի ներմուծման ժամանակավոր սահմանափակումները։ Սա այն ամենի ֆոնին, ինչ իշխանությունը փորձում է համոզել, որ իրենք որևէ խնդիր չունեն եւ իրենք կարողանում են հարցերը լուծել, որ այս սահմանափակումները տեխնիկական բնույթի են եւ որ հունիսի 8-ից հետո իրենք ունենալու են չաղ ու բախտավոր ապագա։ Փաստ օրաթերթը գրում է. սոցիոլոգիական հարցումները գնալով ավելի ու ավելի շատ կիրառվում են ոչ թե հանրության վերաբերմունքն ու ընկալումները հետազոտելու համար, այլ որպես քաղաքական PR գործիք, ավելի պարզ կայուն տպավորություն է ձևավորվել, որ այդ հարցումները ոչ թե հանրության կարծիքը պարզելու, այլ կարծիքի վրա ներազդելու ուղղորդելու նպատակ են հետապնդում, հաճախ անթակույց։ Ըստ որում միայն Հայաստանի մասին չէ խոսքը։ Սոցիոլոգիական հարցումները որպես PR-ի քաղաքական ներազդման միջոց վաղուց է կիրառվում Արևմուտքում ժամանակակից ժողովրդավարության գուրուների կողմից։ Այդ գործիքը նրանք կիրառում են նաև ու հատկապես այն երկրների դեմ կամ երկրներում, որտեղ ունեն իրենց որոշակի շահերը կամ հետաքրքրությունները։ Վեր ասվածի տրամաբանության մեջ է, եթե չասենք ասվածի գործնական արտացոլումն է առաջիկա ընտրությունների վերաբերյալ նախորդին Եվրոպայից ուղարկված շատ ու շատ կասկածելի, շատ մեղմ ասած հարցումը, որը ոչ միայն աղերս չունի փաստացի իրականության հետ, այլև կեղծում է այն։ Առավել ևս, որ Brevis ընկերությունը հետո նշել է, որ Евronewsով հրապարակված սոցհարցման արդյունքները չեն արտացոլում իրենց կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքներին։ Չնայած նման հերկման այնուամենայնիվ Արևմուտքի նման հիբրիդային պատերազմին կարիք կա անդրադառնալու, առավել ևս, որ տարածողը պատահական հարթակ չէ։ Դեռ մի կողմ դնենք այն, որ հարցման Փաշինյանի մի այլ կարգի տոկոսներ էին նկարել, շատ ավելի հետաքրքիր է կեղծ ինֆորմացիայի տարածման մանրամասները եւ այն, թե ով է սկզբնաղբյուրը եւ ովքեր են տարածել Հայաստանում։ Նախ պետք է նշել, որ դա ներկայացվում էր որպես հեռախոսային հարցում, ընդհանրապես հեռախոսային հարցումներն ամենևին վստահելի չեն կարող դիտարկվել մեր երկրում, որ մեր հասարակությունը եւ մեր պայմաններում չեն վստահում այդ զանգերին։ Իրավիճակում, երբ հանրության դեմ իշխանությունները ահաբեկման, ոստիկանական ճնշման եւ համատարած գաղտնալսումների քաղաքականություն են վարում, շատ շատերը, որոնք ընդդիմադիր ուժերի կողմնակից են, որոնք մերժում են Նիկոլ Փաշինյանին, ակնհայտորեն խուսափում են հեռախոսային հարցերին պատասխանել։ Նկատենք, որ նաև այդ հարցումների հեղինակները շատ մանր շրիֆտով գրել էին, որ
հարցվածների 84%-ը հրաժարվել է հարցին պատասխանել, այսինքն իրենք ում զանգել էին, այդ 16%-ի պատասխանների հիման վրա են այդ պատկերը ստացել, այնուամենայնիվ այդ պատկերն էլ ոգևորիչ չէր, բավական էլի թվերը փոխվել, դեֆորմացվել էին, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե Նիկոլ Փաշինյանի հաղթանակը երաշխավորված է։ Փաշինյանի հաղթանակը երաշխավորված չէ, վերադառնալով նախորդ թեմային, ասեմ, որ քիչ առաջ տեղեկացանք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք որպես կառավարություն գնելու են այն Իմիրք Բանջարեղենը, որը չի արտանվել Հայաստանից, սա եւս առերևույթ նախընտրական կաշառք է, ինչու, որովհետեւ հաստատ պետական բյուջեի հաշվին փորձում է լուծել այն խնդիրները, որ ստեղծել է իր քաղաքականության հետևանքով եւ փորձում է լավություն անել իբր մարդկանց մինչեւ հունիսի 7-8-ը, որպեսզի ընտրության վրա որոշակի ազդեցություն ունենա, իսկ դրանից հետո կասեն կներեք, ձեր ապրանքը չի համապատասխանում որակին։ Մեկ հոդված պոլիտիկայից, որ հասկանանք, թե ինչու են որոշ շրջանակներ բավական ակտիվացել, ուրեմն Փաշինյանի գործերը լավ չեն։ Նա իշխանությունը կորցնելու շեմին է, իսկ պարտությունը բազմաթիվ գաղտնիքներ է բացելու, սա չի կարող չանհանգստացնել որոշակի շրջանակներին ու սպասելի է, որ գլխավոր մեղավորն անպայման փորձելու է օգնության ձեռք մեկնել Նիկոլին։ Տեղեկացանք, որ օրերս գաղտնի եւ կարճատև 48 ժամով Հայաստանը ժամանել տխրահռչակ Միքայել Մինասյանը, հետը բերելով իտալացի քաղտեխնոլոգի։ Մինասյանը իր հյուրի հետ հանդիպել է Փաշինյանին։ Հանդիպել են քննարկման մանրամասներին, իհարկե էսպային ծանոթ չենք, բայց ակնհայտ է, որ եկել են Նիկոլ Փաշինյանին օգնելու։ Միքայել Մինասյանի թիմի վերջին ամիսների եւ հատկապես վերջին օրերի գործունեությունը մի բան է ցույց տալի, իրենք ամեն բան անում են Փաշինյանին օգնելու, Փաշինյանի վերարտադրությունը հնարավոր դարձնելու համար, եւ այս առումով այս մարդկանց գործունեությունը մեջ նորություն չկա, երկար տարիներ այս գործին են լծվել, Նիկոլ Փաշինյան իշխանության բերելու ընթացքում ծառայել են, Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործչին ֆինանսապես ապահովել են, Նիկոլ Փաշինյան թերթը ֆինանսավորել են, Նիկոլ Փաշինյանին բանտից ազատել են եւ հիմա էլ փորձում են աջակցել, այսինքն իրենց մոտ միայն աջակցության ձևերն են փոխվել տարբեր ժամանակներ, հա, բայց որ մշտապես Միքայել Մինասյանն ու իր թիմը կանգնած են եղել Նիկոլ Փաշինյանի կողքին, կարծում ենք դա արդեն որևէ մեկի մոտ, որևէ adekvat մարդու մոտ կասկածի տեղիք չի տալի։ Լավ մնացեք, կհանդիպենք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48